Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն շտաբի պատվիրակության հետ։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջան-ՆԱՏՕ ռազմական եւ ռազմակրթական ոլորտներում գործակցության եւ զարգացման հեռանկարի շուրջ։ Քննարկվել են հետագա աշխատանքները։ Զաքիր Հասանովն ընդգծել է, որ Բաքուն կարևորում է դաշինքի հետ շփումները։ Նախարարի խոսքով երկկողմ հարաբերություններն արժեքավոր ներդրում ունեն զինվորական կադրերի զարգացման գործում։ Դաշինքի պատվիրակությունն էլ բարձր է գնահատել Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի գործակցության ընդլայնումը, ինչպես նաև Բաքվի մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպում դեռևս չի նախատեսվում, հայտնել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր բանակցությունները պետք է լավ նախապատրաստվեն եւ լինեն արդյունավետ։ Նա հավելել է, որ Մոսկվան դեռ տեղեկություն չի ստացել ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Կիև-Վաշինգտոն հանդիպման արդյունքների մասին։ Երբ մեզ հայտնեն մանրամասները, կհասկանանք ինչ ուղղությամբ շարժվել, մանրամասնել է ՌԴ նախագահի խոսնակը։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Մոսկվա-Վաշինգտոն շփումները շարունակվում են։ Պեսկովը նաև հիմարություն է որակել Բեռլինից հնչող հայտարարությունները, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակում է նախապատրաստում։ Իսրայելական ուժերը հայտարարել են Լիբանանի հարավում Հեզբոլահի օբյեկտներին հարվածելու մասին, ցահալի տվյալով թիրախում են եղել ուսումնական կենտրոն եւ ռազմական այլ օբյեկտներ, որոնք օգտագործվել են իսրայելցի զինվորականների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։ Արաբական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լիբանանի Նաբատիա նահանգում տուն է պայթեցվել։ Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել նաեւ Լիբանանի հարավային շրջանները։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության, չնայած 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարին, մեկ տարվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 300-ից ավելի մարդ, վիրավորվել շուրջ 600-ը։ Զուգահեռ ՄԱԿ-ն էլ դատապարտել է Արևելյան Երուսաղեմում գտնվող Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալության համալիր իսրայելական ուժերի ներխուժումը եւ շենքի վրա իսրայելական դրոշի տեղադրումը։ Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իսրայելին հարգել միջազգային իրավունքը։ Թայլանդի եւ Կամբոջայի միջև լարվածությունը պահպանվում է, Բանգկոկը մեղադրել է Կամբոջայի բանակին հակահետևակային արգելվածականներ օգտագործելու համար։ Կամբոջայից պնդում են, որ Թայլանդը սահմանին թունավոր նյութեր է ցողել։ Հաղորդվում է, որ հրթիռային հարվածներից Կամբոջայում զոհվել է 7 մարդ, վիրավորվել 20-ը, Թայլանդում տուժել է 29 զինվորական։ Սահմանամերձ տարածքներից հազարավոր մարդիկ տարհանվել են։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վիճելի սահմանի երկայնքով բախումները վերսկսվել են։ Երկրները հոկտեմբերին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ընդլայնված խաղաղության համաձայնագիր էին ստորագրել։ Նոյեմբերին թայլանդցի զինվորի կյանք խլած պայթյունից հետո Թայլանդը հայտարարել է, որ դադարեցնում է Կամբոջայի հետ հրադադարի ռեժիմի պահպանումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։